Թուրքերը չեն քնե, նրանք մտածում են 50 տարի առաջ եւ պետք է աշխատեն։ Մենք էլ պետք է մեր գործը անենք, ինչպես որ շարաջ օրինակը բերեցին, Ադրբեջանին քանդելը կամ Թուրքիային քանդելը ներսից է քանդվելու։ Ձեզ մի տվյալ տամ, Թուրքիայի 80 միլիոնից 20 միլիոնը ալևի են։ Ալևիները սուննիների կողմից չեն ընդունում որպես մուսուլման։ Եվ եթե այսպես ծուռ նստենք, շիտրակ խոսենք, ալևիները իսկապես մուսուլման չեն։ Ունեն մուսուլմանական որոշ բաներ, բայց նույն չափել ունեն քրիստոնեական սովորույթներ եւ այլն։ Ալևիների ցակումնաբանությունը շատ աղերսվածային է եւ կան պնդումներ, որ ալևիների գոնե մի մասը հայեր են։ Նույնիսկ կան պնդումներ, որ ալևիները Պավլիկյանների հետևորդներն են, այսպեսի բաներ։ Կան նաեւ մի 80 միլիոնից նույնիսկ մի 15 միլիոն քուրդ Թուրքիայի։ Հիմա 15 եւ 20 35 միլիոն է։ Այս երկու խմբավորումներն էլ գտնվում են արևելյան Թուրքիայի հատվածում, այսպես կոչված հայկական լեռնաշխարհում։ Եվ նրանց երկուսն էլ հալածված են։ Ալևիների մասին այնքան չի խոսվում, քանի որ նրանք չունեն զինյալ ապստամբություն, ինչպես որ քուրդերը ունեին, բայց ալևիները հալածված են։ Եվ այսօր Գերմանիայի շատ թուրքեր որ ասում են թուրք են, ալևի են, որտեղ իրենք այսպես ասած փախել են Թուրքիայից, որտեղ իրենց հալածել են։ Սրանք հալածված ժողովուրդներ են, որը սուննիների կողմից ընդունված չեն, իրենց համարում են երկրորդ կարգի քաղաքացի, խտրական մոտեցում կա իրանց նկատմամբ, սպանություններ կա, բանտարկություններ կա, այդ քաղբանտարկյալ հասկացողությունը իրանց է վերաբերում, որովհետև խտրական մոտեցումով ալևիին տալիս են 10 տարի, սուննիին տալիս են 5 տարի օրինակ։ Հիմա այս սրանք ապստամբելու են։ Նույն խնդիրը կա Ադրբեջանում, թալիշներ, լեզգիններ, ավարներ, սա 3 մեծ խմբերն եմ ասում, այնտեղ շատ ուրիշ փոքր խմբեր եկան, բայց եթե մենք աշխատենք ավարների, լեզգինների եւ թալիշների հետ, Ադրբեջանը արդեն քանդվեց։ Դեռ չեմ խոսում ընդդեղի քրդերը եւ այլն։ Ինչ են անելու իրենք։ Իրանք ներսից ապստամբելու են։ Ինչու եք վստահ որ կապստամբեն։ Որովհետեւ իրենք իրենց ինքնությունը Ադրբեջանը ինչպես որ հիմա ուզում են մեր ինքնությունը տապալեն եւ վերացնեն, իրենց ինքնությունը արդեն 30 տարի է որ ավելի էլ սովետական ժամանակներից էին Ադրբեջանում բոլորին թուրքացնում։ Եվ այդ մարդիկ չեն ուզում թուրքանան, բայց այսօր նոր սերունդը լեզգինների կամ ավարների իրենց լեզուն չեն խոսում, որտեղ այդքան ճնշումներ կա, բայց մեծ սերունդը դեռ ողջ է եւ իրենք չեն ընդունում դա հանդուրժում։